Հնեագետները հայտարարել են սենսացիոն բացահայտման մասին, հնարավոր է հայտնաբերել են Նոյան տապանի իրական մնացորդները։ ՆԱՄԻ կազմակերպությունը ներկայացնող հետազոտողները վստահեցնում են, որ իրենց հայտնագործությունը 99,9% հավանականությամբ հենց բիբլիական Նոյան տապանն է։ Նրանց խոսքով հնագույն փայտե տախտակները հայտնաբերվել են Արարատ լեռան լանջերին, սեղմված ձյան շերտերի և հրաբխային ապարների միջև, ինչն էլ ենթադրաբար նպաստել է դրանց պահպանմանը հազարավոր տարիների ընթացքում։ Մասնագետները հղում են անում ածխածնային թվագրման արդյունքներին, նշելով, որ հայտնաբերված փայտի տարիքը գերազանցում է 4800 տարին։ Տախտակների վրա նկատվում են անհարթություններ և փորակներ, որոնք հիշեցնում են հին շինարարական տեխնիկաներ՝ կիրառված մեխերի հայտնվելուց դեռ շատ առաջ։ ՆԱՄԻ-ի ներկայացուցիչները հայտնում են, որ որոշ հատվածների երկարությունը ընդամենը 20 սանտիմետր է, մինչդեռ մյուսները հասնում են մինչև 20 մետրի։ Հայտնագործությունը կատարվել է ծովի մակարդակից մոտ 4 կիլոմետր բարձրության վրա։ Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ նման հայտարարություն է հնչում։ Դեռևս 2010 թվականին ՆԱՄԻ-ն ևս մեկ անգամ հայտարարել էր Նոյան տապանի հայտնաբերման մասին, սակայն այդ տեղեկատվությունը մեծ թերահավատությամբ ընդունվեց գիտական հանրության կողմից։ Մասնագետները մատնանշեցին, որ որևէ գիտական ռեզոնանսավորված ամսագրում այդ հայտնագործության մասին հոդված չի հրապարակվել, իսկ միայն պրես-ռելիզները չեն կարող համարվել հնագիտական ապացույց։ Բացի այդ, որոշ գիտնականներ նշեցին, որ ածխածնային թվագրությունը միշտ չէ, որ լիովին ճշգրիտ է և կարող է սխալ արդյունքներ տալ։ Կային նաև ավելի հիմնարար կասկածներ։ Ըստ մի շարք մասնագետների, մոլորակի վրա պարզապես չէր կարող լինել այնքան ջուր, որը կկարողանար տապանը բարձրացնել նման բարձրության վրա։ Այդուհանդերձ, այս հայտնագործությունը շարունակում է բուռն քննարկումների թեմա մնալ, առաջացնելով թե հետաքրքրություն, թե կասկածներ և կրկին վերակենդանացնելով մարդկության ամենահին ու խորհրդավոր լեգենդներից մեկը։ Անկախ նրանից այս հայտնագործությունը վերջնականապես կհաստատվի, թե կմնա որպես հերթական վիճահարույց վարկածը, այն արդեն իսկ իր ազդեցությունն է թողել գիտական և հասարակական շրջանակների վրա։ Նոյան տապանի շուրջ վեճերը կրկին հիշեցնում են, թե որքան բարակ է սահմանը առասպելի, հավատքի և գիտության միջև։ Միգուցե ճշմարտությունը դեռ թաքնված է Արարատի լեռների խորքերում, իսկ մինչ այդ մարդկությունը շարունակելու է փնտրել պատասխաններ իր ամենահին հարցերից մեկի համար՝ արդյոք լեգենդները կարող են իրական հիմք ունենալ, թե ոչ։ Դե ինչ, կարող եք ձեր կարծիքը գրել մեկնաբանություններ բաժնում, իսկ դուք ինչ եք մտածում Նոյան տապանի մասին, ինչպիսի հետաքրքիր վարկածներ գիտեք։ Գրեք դրանք մեկնաբանություններում, չմոռանալով բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, աջակցելու համար ալիքի զարգացմանը և իհարկե բաց չթողնելու համար առաջիկայում սպասվող ավելի հետաքրքիր տեսանյութեր։